Սամսոնյանը ապօրինաբար երկարացրեց քաղաքական բանտարկյալներ իմ մինի ոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը եւ Նարեկ Սամսոնյանը ինքը հայտարարեց հենց դատարանի դահլիճում անժամկետ հացադուլ ընդվզելով եւ իր բողոքը արտահայտելով տեղի ունեցածի վերաբերյալ ինչու հացադուլ որտեղ Նարեկ Սամսոնյանը այսօր գտնում է անժամկետ հացադուլի մեջ եւ մեր բոլորիս պարտքն է սատարկանգնել նրան նրա պայքարի նպատակներին եւ մենք պետք է բոլորով ամեն ինչ անենք որպեսզի թե նա թե Վազգեն Սաղաթելյանը եւ թե առհասարակ մնացած բոլոր քաղաքական բանտարկյալները որոնք առկա են այսօր Հայաստանի Հանրապետությունում ազատ արձակվեն եւ ինչպես բազմիցս մենք նշել ենք մեր անտիֆեյքի թիմը շարունակում է բողոքի միջոցառումներ իրականացնել տարբեր գերատեսչությունների առջև, հա, մենք անցնող օրերին միջազգային բազմաթիվ գերատեսչությունների առջև էինք հավաքվում, այսօր հայաստանյան պատկան մարմնի ներկայացուցչության առջև ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք առաջին հերթին դատաիրավական համակարգում այս խայտառակ ապօրինությունների համատեքստում, որովհետև այսօր այս համակարգը, հա, դատական համակարգը ասվածը դարձել է ընդհանուր կամակատար իշխող վարչախմբի ձեռքին։ Այս պաստառներում այն մարդկանց նկարներն են, ովքեր ապօրինություն են գործել Նարեկ Սամսոնյանի Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, դա առհասարակ քաղաքական գործերով դատավորների նկատմամբ։ Կոնկրետ այն անձինք են, ովքեր ապօրինություն են գործել Սամսոնյանի եւ Սաղաթելյանի նկատմամբ եւ այդ անձինք նաեւ հայտնի են այլ քաղաքական դատավարությունների շրջանակներում աղմկահարույց պատմություններով։ Քիչ առաջ փաստաբան Ռուբել Մելիքյանը տեղեկացրել է, որ Նարեկ Սամսոնյանի մոտ հացադուլի արդյունքում առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ կասեք այս ամենի մասին։ Մանրամասնություններին այս բան ես չեմ տիրապետում, բայց կասեմ հետևյալը, որ Նարեկ Սամսոնյանի հացադուլի արդյունքում բնականաբար ինչ-որ մի պայից կարող էին առաջանալ որոշակի խնդիրներ, որովհետև հացադուլը մենք ինքներս պատկերացնում ենք, թե ինչ բան է եւ ինչպիսի հետևանքներ է ունենում մարդու առողջության եւ նրա կենսակերպի վրա։ Ձեր կարծիքով այս շարունակական կալանքի նպատակը ի վերջո ո՞րն է։ Ինչ են ցանկանում հասնել։ Շարունակական կալանքի նպատակը դա պատժելն է սրբական քաղաքական դիմախոսներին, որովհետև մենք ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է մի իշխանություն, որը որ չի հանդուրժում այլակարծությունը, չի հանդուրժում ազատ խոսքի կամ արտահայտումը եւ Իմնեմ մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Սամսոնյանի, Սաղաթելյանի հետ տեղի ունեցածը դա ոչ միայն անտիֆեյքի նկատմամբ կամ իրենց նկատմամբ գործողություններ, որի նպատակը լրացնելն էր, հա, այլ դա ուղերձ է առհասարակ ԶԼՄ-ներին, որ Հայաստանը թևակողում է մի փուլ, որտեղ զանգվածային լրատվամիջոցները հստակ թիրախավորվում են գործող իշխանությունների կողմից։ Բայց նայեք, հիմա դուք եք եկել եւ այստեղ ակցիա եք անում եւ կարծես առաջին օրը չի ձեր նկատմամբ ինչ որ գործընթաց չկա, ուզում եմ հասկանալ, ինչու հենց Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը եւ ոչ դուք օրինակ։ Նախ ես ինքս էլ էի ձերբակալվել այդ օրը։ Ձեզ ազատ արձակեցին։ Ինչու Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, որովհետեւ
Նրանք պատասխանել էին ոդկասթի շրջանակներում ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Բոլորս դրա մասին գիտենք, տեսել ենք։ Շարունակում է իր բողոքի միջոցառումները Երևանի փողոցներում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև։ Այսօր մենք հավաքվել ենք Բարձրագույն Դատական խորհրդի առջև, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող շարունակական ապօրինությունների, այն է իշխող ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Ընդհանուր օրեր առաջ մենք ֆիքսեցինք, որ Փաշինյանական վարչախմբի կցորդ հանդիսացող դատարանը հերթական ապօրինությունը թույլ տվեց, երկարաձգելով Իբնեմնի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանքը։ Նարեկ Սամսոնյանը հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ և այսօր հացադուլի 8-րդ օրն է։ Իբնեմնի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սահաթելյանը կալանավորվել են այն բանի համար, ինչպես բազմիցս մենք նշել ենք, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ կոնկրետ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել է այն բանի համար, որ ընդհանրապես արտաբերել է հետույք բառը։ Իրոքից սա զավեշտ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա քաղաքական բանտարկյալ, ով ընդհանրապես արտաբերել է հետույք բառը եւ դրա պատճառով կալանավորվել է։ Եվ ավելին, Նարեկ Սամսոնյանը այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ եւ ավելին նա իր հացադուլը անցկացնում է բաժժախցում։ Սա չլսված եւ չտեսնված բան է եւ խայտառակ ապօրինություն եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Երբ հացադուլավոր անձնավորությանը, այն էլ քաղաքական բանտարկյալին, փոխանակ ապահովեն հացադուլի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ, որևէ բան չեն անում այդ ուղղությամբ եւ ավելին նրան տեղափոխում են պատժախոց։ Եվ մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք հենց այդ հարցերի շուրջ։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք Հայաստանում խայտառակ դատաիրավական համակարգի համատեքստում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը դարձել է իշխանությունների կամակատար։ Դատական համակարգը այսօր դարձել է իշխանությունների կողմից ըստ էության ռեպրեսիվ մեքենայի մի մաս, այն էլ ամենակարևոր մասերից մեկը, եւ մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք հենց այդ համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունում մենք այսօր ֆիքսում ենք, որ կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, ովքեր կալանավորված են իրենց քաղաքական խոսքի, իրենց ընդդիմադիր կեցվածքի եւ իրենց քաղաքական կողմնորոշման համար։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նշեցի, կալանավորված են մեդիա դեմքեր, մեդիա գործիչներ, Իբնեմնի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, իսկ Նարեկ Սամսոնյանը, ինչպես նշեցի, գտնվում է այս պահին անժամկետ հացադուլի մեջ։ Վստահաբար բոլորը գիտակցում են, թե ինչ է նշանակում հացադուլ ասվածը եւ բոլորը գիտակցում են, թե ինչ է նշանակում հացադուլի ազդեցությունը հացադուլ հայտարարած կալանավորի առողջության վրա։ Եվ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության
իշխանությունները դատաիրավական համակարգը գործուն քայլեր իրականացնեն քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի պահանջի այն է անհապաղ ազատ արձակման համատեքստում Արգրավել ողջ տեխնիկան, որի մեծ եւ կարևոր մասը մինչ օրս վերադարձված չէ։ Այդ գործողությունը հետապնդել է մեկ նպատակ՝ դադարեցնել Իմնեմնի փոդքասթը, լռեցնել Նարեկին եւ Վազգենին, դադարեցնել անկախ անտիֆեյք էմի գործունեությունը։ Ձերբակալություններով իրադարձությունը չի սահմանափակվել, հետապնդումը։ Նույն օրը Նարեկին եւ Վազգենին տարել են կալանավորման։ Դատական հերթափոխները պատահականությամբ, ճակերտավոր պատահականությամբ փոխփոխելով Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը մակագրվել է Անաչար դատավոր Մասիս Մելքոնյանին, իսկ Վազգեն Սաղաթելյանի կալանքի քննությունը մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին։ Երկուսն էլ բնականաբար գործել են անաչար եւ երկամսյա կալանք են տվել Նարեկին եւ Վազգենին։ Նախաքննության ընթացքում հնարավոր բոլոր եղանակներով, որը հնարավոր է իրականացնել քաղաքական հետապնդման համատեքստում, պատժիչ գործողություններ են իրականացրել Նարեկի եւ Վազգենի նկատմամբ։ Այնուհետև գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Դատավարությունը բոլորիդ աչքի առաջ էր։ Փաստաբաններն իրենց փաստարկներով ջախջախում էին հանրային մեղադրողի իբրև հնչեցված իրավական փաստարկները, որոնք հիմք էին իբրև հանդիսանում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու համար։ Բայց դուք բոլորդ հիշում եք, Նարեկ Սամսոնյանի ելույթը դեռ չավարտած, դեռ չէր հասցրել նստել, դատավոր Մանվել Շահվերդյանն էլ դեռ չէր հասցրել շունչ քաշել, վայրկյանների ընթացքում հայտարարեց. երկարացնում եմ կալանքը եւս 3 ամիս ժամկետով։ Իսկ ինչի մասին էր այս գործը։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին պատասխանել, արձագանքել ազգային ժողովի նախագահի վիրավորանքներին։ Ազգային ժողովի նախագահը շան լակոտներ էր անվանել փոդքասթի հեղինակներին իրենց հեղինակային հաղորդման ընթացքում հնչած քննադատական կարծիքների համար։ Եվ փոդքասթի հերթական թողարկման ընթացքում նրանք հանդգնել էին պատասխանել Ալեն Սիմոնյանին, որի ընթացքում Վազգեն Սաղաթելյանը համարժեք պատասխաններ էր հնչեցրել նրան, իսկ Նարեկ Սամսոնյանն օգտագործել էր ընդամենը հետույք բառը։ Եվ փաստացի ունենք մի իրավիճակ, որ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին իրենց հանդգնության համար չլռելու, քննադատելու սպառնում է 5 ամսվա կալանք։ Ինչպես կարող է մարդը համակերպվել այս ապօրինության շղթայի հերթական դրսևորման հետ նստել, համակերպվել եւ սպասել։ Ոչ Նարեկ Սամսոնյանը, ոչ անտիֆեյքի թիմը, ոչ մեր համակիրները պատրաստ չենք համակերպվել, լռել եւ սպասել։ Նարեկ Սամսոնյանն արել է իր քայլը, ապօրինության դեմ, հայտարարել է անժամկետ հացադուլ։ Այսօր արդեն հացադուլի 8-րդ օրն է։ Բնական է, որ հացադուլը առաջացնում է համապատասխան հետևանքներ։ Բայց հացադուլով միայն իրավիճակը չի ավարտվում։ Փաստորեն պարոն Մելիքյանը զգուշացնում է, ահազանգում է, որ նաև առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հանգամանքի հետ մեկտեղ կարող է լուրջ վտանգ սպառնել կյանքին եւ առողջությանը։ Պատճառը նոյեմբերի 10-ի թողարկումն էր, որտեղ անդրադարձել էին ազգային ժողովի նախագահի վիրավորանքներին։ Իսկ առիթը երեք նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր